Խոսում է Բաքուն։ Եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևին։ Նշելով, որ Ադրբեջանի եւ Բուլղարիային կապում են բարեկամական հարաբերությունները, Գեորգ Գեորգիևն ասել է, որ այդ սկզբունքների հիման վրա երկու երկրների միջև համագործակցությունը համակողմանիորեն զարգանում է։ Այս համատեքստում նա ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության մեծ հեռանկարների առկայությունը առևտրատնտեսական էներգետիկ ոլորտներում, այդ թվում վերականգնող էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև տրանսպորտի, մշակույթի, զբոսաշրջության, միջանձնային հարաբերությունների եւ այլ ոլորտներում։ Բուլղարիայի արտգործնախարարն անդրադարձել է Բաքվի եւ Սոֆիայի միջև ուղիղ չվերթների հաստատման կարևորությունը։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է ադրբեջանական գազի մատակարարումների կարևորությունը բուլղարական շուկա եւ դրա դերը Բուլղարիայի էներգամատակարարման գործում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի հետ։ Հանդիպմանը Բայրամ Բեգան նշել է, որ Ադրբեջանը եւ Ալբանիան հաջողությամբ համագործակցում են քաղաքական, առևտրային, տնտեսական, էներգետիկ, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում։ Ընդգծել է թափ նախագծի կարևորությունը եւ գոհունակություն հայտնել Ալբանիայի գասիֆիկացման գործում Ադրբեջանի մասնակցության կապակցությամբ։ Իլհամ Ալիևը իր հերթին ընդգծել է Ադրբեջանի եւ Ալբանիայի միջև բարեկամական հարաբերությունների առկայությունը, նշել էներգետիկ համագործակցության հաջող զարգացումը եւ Ադրբեջանի մասնակցությունը այս երկրի գազամատակարարման նախագծում։ Լատվիան ավանդաբար Ադրբեջանին դիտարկում է որպես հարավային Կովկասում իր գլխավոր գործընկեր։ Այս մասին հայտարարել է լատվիացի քաղաքագետ Արտիս Պաբրիքսը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը նոր էներգետիկ ճգնաժամ է առաջացրել տարածաշրջանում, եւ Ադրբեջանը դարձել է կարևոր գործընկեր Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում, ասել է Պաբրիքսը Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում։ Նրա խոսքով Եվրոպան մի շահագրգռված է եղել եւ կլինի Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմամբ։ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկման հետևանքների վերաբերյալ։ 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատվեց։ Ինչ արձանագրվում իրականում։ 2025 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ պետական բյուջեի հարկային ընդհանուր մուտքերն աճել են 31.1%-ով, իսկ դրա ընդամենը 66% կազմող շրջանառության հարկի գծով մուտքերը աճել են 14%-ով։ Եվ սա այն դեպքում, երբ շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնապատկվել են։ Հետևաբար, փաստացի արձանագրվում է այն, ինչը նաև օբյեկտիվորեն կանխատեսված էր։ Շրջանառության հարկի կրկնապատկված դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի էական կրճատման, կամ ոլորտում ստվերի ավելացման, կամ էլ երկուսը միասին։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։